Գորիսը որպես պատմական բնակավայր իսկապես յուրահատուկ մի նկարագիր ունի եւ իր գոյությամբ արդեն իսկ հարստացնում է մեր ինքնությունը, մեր էությունը, ընդհանրապես հայի կերպարը։ Խոսելով Գորիսի մասին, մենք մտքով հեռանում ենք դեպի դարերի խորքը եւ գնում պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Հաբադ գավառ եւ տեսնում ենք, որ դեռևս ուրարտական ժամանակներից այստեղ եղել են բազմաթիվ բնակավայրեր, այստեղ ստեղծվել է նյութական եւ հոգեվոր մշակույթ եւ հազարամյակներ ի վեր հայությունը ապրել է Սյունիքի Հաբադ գավառում։ Մենք այսօր առանձնացնում ենք հին Գորիս հատվածը եւ նաեւ վերին շեն հատվածը, Գորիսի երկու տարբեր հատվածներ, որոնք ժամանակին որպես առանձին բնակավայրեր ձևավորվել են, իսկ եթե խոսում ենք նորօրյա քաղաքի մասին, ապա քաղաքը որպես այդպիսին հին Գորիսից սկսեց տեղափոխվել 1870-ական թվականներից եւ մենք միշտ Գորիսը որպես քաղաք, որպես հիմնադրման թվականը անվանում ենք 1870 թվականը, չնայած մի քիչ ավելի փոքր ուշ ստացավ քաղաքի կարգավիճակ, այդ ժամանակ հանդիսանալով ռուսական կայսրության Ելիզավետպոլ նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն եւ քաղաքի ձևավորումը սկսեց 19-րդ դարի վերջին եւ ներկայիս քաղաքը ինչ դուք տեսնում եք դրա ճարտարապետական նախագծումը նույնիսկ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբին է կատարվել եւ տեսնում եք որ այդ ժամանակ նախագծված քաղաքը վերջին 100-130 տարվա ընթացքում ինքը հիմնականում պահպանել է իր զարգացման այն նախագիծը, որ դեռևս 19-րդ դարում նախագծված էր։ Նույնիսկ խորհրդային շրջանում քաղաքի ընդհանուր դիմագիծը շատ չի խաթարվել եւ քաղաքը զարգացել է նախագծված տարբերակով։ Խորհրդային ճարտարապետությունը իհարկե որոշ հատվածներում քաղաքի իր ազդեցությունը ունեցել է, բայց բարեբախտաբար, քանի որ Գորիսը նաեւ հայտնի է որպես շինարարների քաղաք, մեր շինարարական միտքը, մարդկանց վարպետությունը, ամուր կարճած լինելը ավանդույթներին, նաեւ այդ շինարարական ճարտարապետական ավանդույթներին օգնել են, որ սերնդեսերունդ այդ ամեն ինչը փոխանցվի եւ արդյունքում ոչ թե ճարտարապետական դիմագիծը աղճատվել, այլ ես կասեի նույնիսկ զարգացել է։ Բացառությամբ առանձին դրվագների, որ խորհրդային ժամանակահատվածում որոշ խորհրդային ճարտարապետական մոտեցումներ ուղղակի ներխուժել են ընդհանուր քաղաքի մեջ, բայց այնուամենայնիվ կարծում եմ մեծամասամբ պահպանվել է։ Համայնքապետարանի անմիջական մասնակցությամբ եւ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականություն դարձավ պատմական Գորիսի վերականգնումը, որը շատ կարեւոր խթան հանդիսացավ, որ հիմա եւ ապագայում Գորիսը իր դիմագծին համահունչ զարգանա։ Այսինքն այդ պատմական կենտրոնի վերականգնումը ինքնին մեսիջ էր ուղղված բոլոր եւ քաղաքացիներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր այցելում են Գորիս, որ Գորիսը այո ունի պատմական հենք, ունի յուրահատուկ ճարտարապետ եւ անհրաժեշտ է որ այդ ամեն ինչը որպես ժառանգություն պահպանվի եւ զարգանա։ Գորիսը մայրաքաղաքից շուրջ 250 կիլոմետր հեռավորության վրա է եւ ես ինքս միշտ ինձ մեջ հարց եմ տալիս ինչու պիտի մարդ 250 կիլոմետր ճանապարհ անցնի հասնի Գորիս եւ որն են կարեւոր տեղերը որ նա պիտի այցելի, այն ինչ որ պիտի զգա, այն ինչ որ պիտի տեսնի, շոշափի, ճաշակի եւ այստեղ մենք արդեն գործ ունենք ոչ թե մեկ, այլ մի քանի կարեւոր հանգամանքների հետ, որ պետք է կարողանա Գորիսը ապահովել։ Գորիսում զբոսաշրջային ոլորտը սկսեց բուռն զարգացում ապրել Տաթևի ճոպանուղու բացումից հետո, երբ որ Սյունիքը դարձավ տուրիստական կարևոր ուղղություններից մեկը եւ մասնավորապես Գորիսը, այստեղ արդեն այդ վերջի 15 տարիների ընթացքում Գորիսում բացվեցին շատ հյուրատներ, զբոսաշրջային ենթակառուցվածք սկսեց զարգանալ։ Մի պահ 44-օրյա պատերազմը 1-2 տարի իսկապես այդ իրավիճակը ամբողջությամբ խաթարեց, գիտեք որ խաչմերուկային դիրքը Գորիսի ամբողջությամբ մենք կորցրեցինք դեպի Արցախ, դեպի Կապան, Պարսկաստան գնացող ճանապարհի խաչմերուկում լինելով եւ դա նոր մարտահրավեր նետվեց Գորիսին, արդյոք Գորիսը կդիմակայի այս նոր իրողություններին, երբ որ մենք հայտնվել ենք ուղակի սահմանին ճանապարհներից, խաչմերուկներից կտրված եւ ինչպես պիտի քաղաքը զարգանա եւ հավատացի
մտածեք վերջի տարիներին եւ համայնքապետարանի ջանքերը, միջազգային կազմակերպությունների, նաեւ այստեղ հենց գորիսեցիների անհատական մոտեցումները վերջի 4-5 տարին եւս մեկ անգամ ապացուցեց, որ գորիսեցիները բավականին ուժեղ մարդիկ են, ուժեղ տեսակ են, ուժեղ հայի տեսակ են, այն իմաստով, որ հայտնվելով այս ծանր իրավիճակում, նրանք չհանձնվեցին, այլ մտածեցին մեծամասամբ, չենք ասում, եղել են արտագաղթողներ, եղել են մարդիկ, ովքեր այնուամենայնիվ չեն պատկերացրել, որ կարող է մնալ եւ շարունակել, բայց կարծում եմ մեծամասնությունը հավատացել եւ հավատում է, որ Գորիսը ունի շատ լավ ապագա։ Եվ այս առումով վերջի տարիների մեկ ականատես եղանք բազմաթիվ նոր բիզնեսների հայտ գալու, նոր շինարարություն, նոր ուրեմն բիզնես միավորների ստեղծում, տնտեսական ակտիվության ուժեղացում։ Զարմանալի էր, ոնց այս դժվար պայմաններում դեռ հայտնի չի, խաղաղություն կլինի, չի լինի, ոնց են մարդիկ համարձակվում այդ քայլերին դիմել, բայց ընտանիքով մենք Red Roof, Կարմիր կտուր, հյուրանոց, ռեստորանային համալիրը հիմնադրեցինք պատերազմից հետո 2021 թվականին։ Այդ ընթացը սկսելուց ես չէի մտածում, որ մենք կարող ենք ձախողել, կարող ենք մենք այստեղ չապրել, կարող է պատերազմը դեռևս էլի որ կարող է շարունակել, բայց մենք պիտի ապրեինք։ Մենք պիտի ապրեինք, որպեսզի այդ այն ինչ որ տեղ ունեցավ Արցախում, չպիտի մեզ համար ազդակ լինել, որ մենք խոճապի մատնվենք եւ մտածենք, որ ոչինչ մեր մոտ չի ստացվում, մենք պարտվեցինք եւ անհնար է, որպեսզի մենք կարողանանք վերականգնվել։ Ես ուզում եի, որ մենք լինեինք լավ օրինակ, որ կարող ենք այս դժվարությունների պայմաններում վերականգնվել ու դա աշխատանքի բանաձևն է, այսինքն այն ինչը որ մենք կարող ենք մեր գործով եւ աշխատանքով անել։ Այստեղ կարևոր նշանակություն ունեցավ եւ նպատակը, որ շատ հզոր էր, եւ մեր չհանձնվելու կամքը եւ նաեւ մարդկանց մոբիլիզացնելու հնարավորությունը, որ մենք կարողացանք օգտագործել եւ նաեւ նորարարությունը, նոր մոտեցումները։ Բավականին մեծ թիվ էր կազմում հյուրանոցների, ռեստորանների թիվը, նախքան պատերազմն էլ Գորիսում, ու մենք մտածեցինք, որ այստեղ կարող ենք զարգացնել բոլորովին մի նոր մոդել, որը որ կարող է տարբերվող լինել, ավելի հետաքրքիր լինել, ժամանակակից լինել, նորը եւ անցյալը իրար կապող լինի եւ կարողանա ինչպես Գորիսի կոլորիտը պահել, այնպես էլ նաեւ բերել նորարարական շունչ եւ կարծում եմ ինչ որտեղ մեզ հաջողվեց եւ այդ գնահատականը տալիս են մեզ ինչպես տեղացիները, այնպես էլ հյուրերը, ովքեր այցելում են Red Roof։ Red Roof-ը ստեղծելուց չենք մտածել, որ մի կղզյակ պիտի ստեղծեն Գորիսում, որը որ պիտի շատ տարբերվող լինի, այլ ընդհակառակը մենք այստեղ մտածել ենք ստեղծել մի միջավայր, որը կարա փոփոխություններ բերող մոդել դառնա համայնքի համար եւ հյուրանոցային եւ ռեստորանային եւ ընդհանրապես միջավայրը փոխող եւ Red Roof-ի այգին, Red Roof-ի ռեստորանը, Red Roof-ի հյուրանոցը իր բոլոր մոտեցումներով մենք ի ցույց դրեցինք, մենք դա դիտարկեցինք որպես հնարավորություն, որ դրանք կարող են օգտագործվել համայնքը զարգացնելու, առաջ տանելու, միջավայրը փոխելու, սկսած կանաչապատումից վերջացրած հյուրանոցային, ռեստորանային ծառայությունները ավելի որակյալ դարձնելու մոտեցմամբ։ Ճիշտ ասած, սկզբից ունենք մի փոքր շենք, հյուրանոցային 8 համար եւ մի փոքր ռեստորան։ Այդքանը մենք 2021-ին ստեղծեցինք եւ մեր այգին։ Ու մենք զգացինք, որ թե հյուրանոցը, թե ռեստորանը բավականին պահանջված է։ Իհարկե, այդ տարիները եւ 21, եւ 22, եւ 20 թվականները իսկապես ծանր տարիներ էին բոլոր առումներով, մենք ականատես եղանք Արցախի հայաթափմանը, ականատես եղանք ծանր իրավիճակների եւ այս ամեն ինչի միջով մենք անցնում էինք ու իհարկե մենք էլ մեր մասնաբաժինը ունեցանք, մեր մասնակցությունը ունեցանք այս գործընթացներին, փորձելով օգնել կացարան տրամադրելուց մինչեւ տարբեր տիպի հումանիտար խնդիրներ լուծելը, բայց այնուամենայնիվ երբեք մեր մտքով չի անցել դադարեցնել գործունեությունը։ Եղել է վաղ մի հատ ռմբակոծություն եւ կարող էր 1 ամիս Red Roof մարդ չգալ։ Որովհետև գիտեք այդ ժամանակ, ասենք լուրերը շատ արագ տարածվում էին եւ մարդիկ մտածում էին հատկապես Երևանում, որ
Գորիս գնալ շատ վտանգավոր է եւ դժվար կարելի է հասնել այնտեղ։ Եվ իսկապես ամիսներով մենք շատ դժվար կացության մեջ ենք եղել, բայց նույնիսկ մեր խնայողությունների հաշվին, կամավոր աշխատանքի հաշվին մարդիկ մնացել են, աշխատել են հավատով ու մենք այդ անդադ այդ մոտիվացիա իրենց տվել ենք, որ ամեն ինչ լավ կլինի, եկեք դիմանանք, եկեք այս դժվարությունն էլ հաղթահարենք ու գնանք։ Եվ սկսել էինք մենք ընդամենը բացի մեզնից իմ կինս եւ երկու աղջիկները, որոնք որ մենք ընտանիքով գործընթացը մեկնարկել էինք, մենք ընդամենը եւս 3 աշխատող ունեինք։ 4 տարի հետո մենք խոսում ենք արդեն տասնյակից ավելի, մինչև 2 տասնյակ աշխատողների մասին։ Այսինքն դա խոսում այն մասին, որ մենք կարողացանք այդ ճգնաժամը հաղթահարել եւ նոր հնարավորություններ բացվել եւ Red Roof-ը դարձնել Գորիսի կարևոր հյուրընկալ վայրերից մեկը, որտեղ Գորիս այցելուները իսկապես ցանկանում են անպայման, եթե ոչ հյուրանոցում, ապա գոնե Red Roof-ի ռեստորան, սրճարան այցելել անպայման։ Յուրաքանչյուր օր, եթե մի լուր լսում էի, որ որևէ երիտասարդ Գորիսից գնացել է, ես անձնական շատ մեծ վիշտ եմ ապրում ամեն նման լուր լսելով, որովհետև ես գտնում եմ, որ Գորիսը հրաշալի միջավայր է զարգացման, առաջընթացի եւ հայրենիքը զարգացնելու համար։ Ուրեմն ինչ որ մի բան մենք այնպես չենք անում, որ երիտասարդները չունեն այն մոտիվացիան, որ կարող են իրենց կյանքը դասավորել Գորիսում, այստեղ ապրել, աշխատել եւ զարգացնել։ Իմ հասարակական գործունեության շրջանակներում ես շատ եմ առնչվում սահմանամերձ գյուղերի հետ, այնտեղ ապրող երիտասարդներին, հասկանում 4-5 տարի առաջ Գորիսը սահմանամերձ չէր, մինչև 20 թվականը մենք սահմանամերձ չէինք։ Հանկարծ կտրուկ իրավիճակ է փոխվել։ Մեր Գորիսի գյուղերի մեծ մասը դարձան սահմանամերձ եւ մարդիկ, հատկապես նոր սերունդը, հայտնվեց նոր իրողության առջեւ։ Եվ մարդիկ տեսան, ասենք ընդամենը մի քանի 100 մետր հեռավորության վրա ադրբեջանական դրոշներ, սահմանային կետեր, ուղեկալներ, սրանք բոլորը նոր իրողություններ էին։ Եվ մարդիկ ինչպես ընկալեցին այս ամեն ինչը, մանավանդ երիտասարդները, ինչքանով դա իրենց վրա ունեցավ ազդեցություն եւ ինչքանով դա կարող է պատճառ հանդիսանալ, որ երիտասարդները արտագաղթեն։ Եվ իրականում սկզբնական փուլում դա շատ ծանր ազդեցություն ունեցավ։ Հոգեբանական այդ ծանր իրավիճակը իր բացական ներգործություն ունեցավ եւ հատկապես 2021, 22, 23 թվականներին մենք ունեցանք բավականին մեծ թվով արտագաղթող երիտասարդներ, որոնք որ հեռանկար չէին տեսնում արդեն այդ բնակավայրերում եւ իրենց կյանքը փորձում էին դասավորել արդեն մայրաքաղաքում կամ ուրիշ վայրերում։ Այստեղ կարծում եմ, որ դեռևս պետությունը ունի բավականին լուրջ անելիք դիմակայունությունը ուժեղացնելու իմաստով, հատկապես երիտասարդներին այստեղ պահելու, իրենց համար նոր հնարավորություններ ստեղծելու, ինչպես բիզնեսի, այնպես էլ կրթության, սոցիալական տարբեր տիպի խնդիրներ լուծելու առումով։ Գորիսը ես ոչ միայն զբոսաշրջային մասով եմ դիտարկում, որ ինքը զարգացման հնարավորություն ունի, այլ դիտարկում եմ, որ ինքը նաև նոր տեխնոլոգիաների ոլորտում կարող է առաջատար լինել, որտեղ գորիսեցիները հայտնի են նաև իրենց մաթեմատիկական, ինժեներական կարողություններով, եւ սա եւս այս ուղղությամբ կրթությունը ուղղորդելը կարող է բավականին լուրջ աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն ընձեռել, նաև գյուղատնտեսական, ժամանակակից գյուղատնտեսությանը զարգ տալու, որտեղ Գորիսի գյուղական, հատկապես սահմանամերձ բնակավայրերը, դրանք գյուղական բնակավայրեր են, որտեղ որ արոտավայրեր, դաշտեր եւ այստեղ ուղղակի խնդիր կա, պատերազմից հետո մարդկանց ռեսուրսները փոքրացան։ Եթե ժամանակին նախկին մեր ունեցած այդ ազատագրված տարածքներում մենք ունեինք մեծ հնարավորություններ, գյուղացիները կարող էին, ասենք, հազարներով անասուններ պահել, հող մշակել եւ բանջարեղեն աճեցնել եւ այլն, հիմա չունեն, հիմա լրիվ սահմանափակ ռեսուրսներ ունեն։ Եվ այստեղ մեզ արդեն պետք է ժամանակակից գյուղատնտեսությունը օգնության հասնի։ Այսինքն մենք շատ արագ երիտասարդներին պիտի սովորացնենք ժամանակակից գյուղատնտեսություն, որ իրեն կարողանան նորովի քիչ ռեսուրսով մաքսիմալ արդյունք ստանալու բանաձևը սովորեն։ Դա պիտի սկսենք դպրոցներից, դպրոցներում գյուղատնտեսական կրթությունը գա, մինչև որտեվ այսօր մենք ցավոք սրտի դպրոցներում, երբ որ հարցնում ենք աշակերտներին, ցանկանում եք ձեր ուսումը շարունակել օրինակ գյուղատնտեսության ոլորտում, գրեթե
դրական պատասխան չկա եւ հետաքրքրություն չկա։ Ինչու՞։ Որտեւ իրենք տեսնում են իրենց ծնողները ինչ դժվարությամբ են իրենց պահում, ինչ դժվարությամբ են հողի հետ գործ ունենում, անասունների հետ գործ ունենում եւ բնականա այդքանը տեսնելուց հետո իրենք մոտիվացիա չունեն, որ շարունակեն իրենց ծնողների դաժան դժվար կյանքը։ Բայց երբ որ երեխաները դպրոցում սովորեն, որ կա ժամանակակից գյուղատնտեսություն, կարող են իրենք ինտենսիվ այգիներ ստեղծեն, կարող են ջերմատնային տնտեսություն զարգացնել եւ այլ նոր մոտեցումներ, վերամշակվող գյուղատնտեսություն եւ այլը, բնականաբար նրանց մոտեցումները կփոխվի ապագա մասնագիտության առումով, բայց նշանակում է սա, որ մենք մեծ անելիք ունենք այս առումով։ Բիզնես գրավչության իմաստով սահմանամերձ համայնքները այդքան էլ գրավիչ չեն։ Այսինքն բիզնեսը սիրում է ստաբիլություն, բիզնեսը սիրում է այդ կայունությունը, ասենք շարժը, մարդկանց հանգստությունը, հա, ավելի շատ բնակչություն, որտեղ որ կարող է բիզնեսը իրան լավ զգալ։ Մենք այսօր գործ ունենք մեր կոնկրետ Գորիսի տարածաշրջանը սահմանամերձ բնակավայրեր են գրեթե բոլորը եւ այստեղ մեծագույն խնդիր է, որ մարդկային ռեսուրսի խնդիր ունենք, մենք այստեղ պահելու վերջնական խաղաղության մասին դեռևս շուտ է խոսելը եւ դեռևս վտանգները կան, ռիսկերը դեռևս պարունակվում են, այսինքն բիզնեսի համար ռիսկային գոտի է։ Բավական ջանքեր են պետք ու երկար տարիներ այս ամեն ինչը հաղթահարելու համար։ Եթե իրականում դա պիտի լինի խաղաղություն, որը դեռևս մենք այդքան էլ վստահ չենք, որ դա վերջնական խաղաղություն է եւ մեզ սպասվում է ենթադրենք երկար տասնամյակների խաղաղ ժամանակահատված այստեղ ապրելու։ Դա դեռ պիտի մենք այդ երաշխիքները ունենանք, վստահ լինենք, որ այդ ամրագրված է ոչ միայն, ասենք, Հայաստան-Ադրբեջանի միջև կնքված պայմանագրով խաղաղության, այլև նաև մենք ունենք միջազգային երաշխիքներ, որոնք որ պիտի աշխատեն ու դա մեզ երաշխիք կտա, որ մենք իսկապես մտնում ենք խաղաղ ժամանակահատված, նոր դրանից հետո մենք մտածեք արդեն այդ խաղաղ գործընթացները ինչպես են կազմակերպելու, բայց ես իմ համար առաջնայինը այդ երաշխիքներն են, որ մենք վստահ լինենք, որ դրանք զուտ խոսքեր չեն, զուտ փափուկ բառ չեն մեր գլխի տակ, այլ իրական խաղաղություն, որտեղ որ մենք հետո կարող ենք հաշվարկել մեր մյուս բոլոր քայլերը։ Եվ եթե փորձենք այսօր դիտարկել վերջի 4-5 տարիների ընթացքում, ովքեր են Գորիսում բիզնես դրել, ովքեր են, ասենք, Գորիսի տարածաշրջանում նկատի ունեմ նաև սահմանամերձ գյուղեր, ովքեր են փորձել ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալել, կտեսնենք, որ տեղացիներն են 95 եւ ավել տոկոսով տեղացիներն են այդ ռեսուրսը իրենց ներդնում, նույնիսկ իրենց ունեցած փոքր ռեսուրսը իրենք պատրաստ են նորից ներդնելու եւ անելու, բայց այստեղ իհարկե իրենց ունեցած զուտ ռեսուրսներով մեծ հաջողությունների հասնել չեն կարող, բավականին դժվար է։ Մենք էլ օրինակ բավականին վարկեր ունենք, որոնք բանկերից ստացել ենք, որպեսզի կարողանանք բիզնեսը ընդլայնել, եւ այստեղ օրինակ շատ կարեւոր է, որ պետությունը նաեւ սուբսիդավորի այդ վարկերի տոկոսները, այսինքն մենք այդ հնարավորությունը ունենանք։ Ինքը կարող է պետությունը գնահատել, հասկանալ եւ այն բիզնեսները, որոնք որ գումարային առումով կարող են ցույց տալ, որ իսկապես իրենք այդքան սեփական ներդրումներ են արել, կարող է պետությունը նման բիզնեսներին իսկապես աջակցել, օգնել, հնարավորություն տալով նաև բանկերից սուբսիդավորում ստանալու, ինչպես նաև լրացուցիչ հարկային բեռը թեթևացնելու, թեկուզ մի քանի տարով, ասենք, ընդհանուր հարկային պարտավորությունները, որոնք գոյություն ունեն մեր երկրում։ Անցյալ տարի, եթե մենք բարձրացված հարկով, ասենք 5% պետությանը հարկ ենք վճարում, հավելյալ մեր աշխատակիցների եկամտահարկերը, սոցվճարները եւ այլը, հիմա այս տարի հարկային բեռը հասավ մինչեւ 10%։ Այսինքն բնական է, այլ ծախսերի հիմնավորումներ եւ այլն իհարկե անում ենք, մենք այդ ամեն ինչի շրջանառությունը ապահովում ենք, բայց որոշակի առումով ինքը նաեւ դա հարկային բեռի որոշակի բարձրացում է։ Բիզնես գրագիտության առումով էլ մեր պետությունը անելիք ունի, մենք պիտի կարողանանք այսօր երիտասարդներին սովորացնել բիզնես անել։ Երկու ուղղություն, այսինքն մենք որպեսզի մենք երիտասարդները չկորցնենք, քիչ առաջ ձեր հարցադրման մասով եմ ասում, երկու ճանապարհ ունենք։ Մեկը դա երիտասարդների մասնագիտական կողմնորոշումն է եւ նոր մասնագիտությունների ուսուցումն է, որ պիտի կարողանանք դա կազմակերպել տեղում, ոչ թե երիտասարդը գնա հասնի Երևան, փորձեն իրան այն
այնտեղ, ասենք, կիսատ մասնագիտություններ սովորացնել, այլ մենք ունենանք վերամասնագիտացման կամ մասնագիտություններ սովորացնելու լայն հնարավորություններ տեղում եւ նաեւ հնարավորություն բիզնես հմտությունները զարգացնելու, բիզնես անելը այդքան էլ հեշտ գործ չի։ Ճիշտ է, մենք այսօր Գորիսում էլ ստեղծվել է Impact Hub, որը որ օրինակ բիզնեսին աջակցող կենտրոն է, բայց դեռ նրա ռեսուրսներն էլ բավարար չեն, շատ փոքր են, որպեսզի ինքը լայնամասշտաբ գործունեություն իրականացնի եւ կարողանա շատ երիտասարդների օգնի մասնագիտական կողմնորոշման կամ բիզնես հմտությունների զարգացման ոլորտում։ Հայրենասիրության իմ բանաձևը ապրել երկրի սահմանային հատվածներում, իսկապես Երևանից դուրս մենք մեր հայրենիքը շատ մեծ չի, ցավոք սրտի, եւ մենք ընդամենը օրվա մի քանի ժամվա ընթացքում կարող ենք մի ծայրից մյուսը հասնել։ Մենք պետք է ապրենք մարզերում եւ պիտի աշխատանքով եւ նվիրվածությամբ կարողանանք զարգացնել մեր երկիրը։ Իմ բանաձևը հետեւյալն է. ապրել մարզում եւ անխոճ կամքով եւ մեծ նվիրվածությամբ աշխատանքով կարողանալ հավելյալ արժեք ստեղծել եւ զարգացնել մեր երկիրը։